Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 18-ի համար, տարվա բոլոր ծնված նշանների համար, տեսնենք մեզ ինչ է սպասվում այդ օրը, գնայինք առնետների, ինչ է սպասվում առնետներին մարտի 18-ին, Հարգելի առնետներ, այդ օրը օրվա ընթացքում կցանկանաք պարկել, քնել, հանգստանալ, միգուցե հոգնում եք, միգուցե ինչ-որ մի բան է այստեղ, կամ լավ չի կսկում ձեզ, նաև ինտիմ հարաբերություններ է ոմանց համար, ոմանք այդ օրը շատ աշխատանք կունենան, ոմանք նաև կընդունվեն աշխատանքի, պատվերներ կգրանցեք, նաև հանդիպում պետական աշխատողի հետ, հարցազրույցի եք աղալ գնալ, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնայինք ցուլերին, ինչ է սպասվում ցուլերին մարտի 18-ին, Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերին է սա վերաբերվում, այդ օրը ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար, նաև ձեր շրջապատում կան երկերեսանի մարդիկ, այդ օրը ուշադիր եղեք, ինչ-որ հարցերում մի վստահեք, ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, նաև այստեղ ինչ-որ միտեղ կա գնալ երկար մնալ, ինչ-որ մեկին սպասել կամ ինչ-որ մի բան անել, այդպես երկար Եվ այդ օրը նաև ունեք առաջ խաղացում, զարգացում, դա կարող է լինել հարաբերություններ, դա կարող է լինել յուրաքանչյուր ոլորտ։ Եվ հանդիպում, շփում, ոչ թե տղայի հետ եւ ինչ-որ անսպասելի մի բան կարող է լինել։ Միգուցե այդ տղան է ձեզ անսպասելի զանգահարում կամ ինչ-որ մի բան է, կամ կտրուկ քայլ է, կամ այդ տղան է ձեր հանդեպ, կամ դուք այդ տղայի հանդեպ։ Այսքանը կամ իր մոտ, հա, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերին,
Ինչ է սպասվում վագրերին մարտի 18-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը մտքերի մեջ եք լինելու, ինչ-որ մեկի մասին կմտածեք, ինչ-որ բանի մասին կմտածեք։ Նաև ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին ուշադրություն դարձեք, որպեսզի չուշանաք ինչ-որ մի տեղից։ Եվ այդ օրը նաև հուզվում եք, երեկոյան հուզվում եք կամ նաև կարող եք արտասվել։ Չգիտեմ ինչու, պատճառը չկա։ Գուցե սերիալ եք նայում, գուցե ֆիլմ եք նայում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին մարտի 18-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը մտքերի մեջ եք լինելու, ինչ-որ բաների մասին կմտածեք, նաև դա կարող է լինել, օրինակ, կարիերայի բարձրացում է, փոփոխություն է ձեզ մոտ, բայց ձեր տանը համաձայն չեն դրան և կարող է վեճ լինել։ Նաև դա կարող է կապված լինել, որ ոչ թե կարիերան է, այլ կարգավիճակը։ Մտածում եք այստեղ, որովհետև միշտ վեճ է ձեր տանը և այստեղ մտածում եք ձեր տանը կամ ձեր զույգի հետ կապված, ոնց որ մտածում եք, օրինակ այստեղ փոխեք ձեր կարգավիճակը, մեկը մի բան է մտածում այստեղ։ Եվ հենց դա է, կարող է ինչ-որ կարիերայի փոփոխությունը, դա ժամի հետ է կապված, ինչ-որ տարածքի հետ է կապված և դրա համար վեճ կա, խոսակցություն կա տանը, որ այդքան հեռու պետք չի գնալ և այլն։ Եվ պետական հիմնարկության հետ կապված ինչ-որ հարցեր են և դրանք մի փոքր ուշանում են։
մոտավորապես 2 ամիս, պատասխանը, գործընթացը, առաջ խաղացումը եւ այլն, այդ ամենը մի փոքր կուշանա։ Եվ դուք այդ օրը բավականին շատ գործ կհասցնեք անեք, բավականին շատ առաջ կտանեք ձեր գործերը։ Նաեւ յուրաքանչյուր բան այդ օր ինչ որ մնացել էր, միգուցե դրանք կանեք, կավարտեք, առաջ կմղեք։ Եվ այդ օրը նաև նամակ կստանաք տեղեկատվություն կամ միգուցե մտածում եք այդպես, գրեք ինչ-որ մեկին, հա, եւ կամ հույսով եք, որ պատասխանը կստանաք, հույսով եք, որ ձեզ նամակ կգրեն, հույսով եք, որ այդ օրը ձեր փաթեթը կստանաք, այն ինչ որ պատվիրել եք, ոնց որ այդպես հույսով սպասում եք ինչ-որ մի բանի, փաստաթղթի, պատասխանի, տեղեկատվության, նամակի, հա, ինչ-որ մի բան այդպես հույսով սպասում եք։ Կամ հույսներ դրեք այդ փաստաթղթի վրա, մի խոսքով ինչ որ թվարկեցի դրանց վրա նույնպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին մարտի 18-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը հույսով լցված եք, հույսն ատել եք ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա նաև։ Եվ երկեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, եթե որից մի լավ բան տեղի ունենա, այստեղ ձեզ հետ լավ բարի լուր եք լսելու, փորձեք չկիսվել, այդ մարդկանց հետ, որովհետև իրենք երկեսանի են, իրենք միգուցե նախանձեն ձեզ։ Եվ այդ օրը պետական հիմնարկության հետ գործեր ունեք, կգնաք, կհանդիպեք ոչ է տղամարդու, ոչ է մարդու, այնտեղ միգուցե աշխատում է, միգուցե ինչ-որ հարցեր պետք է լուծեք այնտեղ այդ մարդու հետ կապված, եւ դա կարող է լինել բժիշկ, դա կարող է լինել ուսուցիչ, դա կարող է լինել բանկի աշխատող եւ այլն։ Ինչ-որ մի բան փակ է եւ դրա համար եք գնում իրեն դիմելու, որպեսզի այն կարողանաք անել։ Տատանվում եք, արդյոք դիմեք թե ոչ, եւ հետո գնում եք դիմելու։ Նաև սիրո հետ կապված հարցերում, եթե ինչ-որ խնդիրներ կային, ապա ամեն ինչը կարգավորվում է ձեզ մոտ, ամեն ինչը հանդարտվում է, խաղաղվում է։ Ոմանց սիրո խոստովանություն կանեն, դուք կանեք, նաև ձեզ սիրված կզգաք, որովհետև հաջողություն ունեք ոչ է ոլորտում եւ դրանից էլ ձեզ շատ լավ կզգաք, ձեզ սիրված կզգաք։ Ոմանք էլ նաև իրենց հարազատների հետ կլինեն։ Գուցե ինչ-որ մի բան հաջողության եք հասնում եւ հարազատներով այդպես հավաքվում եք եւ նշում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օցերին։ Ինչ է սպասվում օցերին մարտի 18-ին։
Հարգելի օձեր, այդ օրը առաջ խաղացում ունեք, զարգացում ունեք ձեր գործերում, այնինչ որ դուք կանեք այդ օրը։ Նաև հանկարծակի լուր կլսեք, հանդիպում ունեք տարբեր տարիքային տղամարդկանց հետ, ամեն մեկի համար, ինչ որ տարբեր գործողություններ են այստեղ, որոնք որ մեկը ձեր տղան է, մեկը սիրելի է եւ այլն, տարբեր տարիքային տղամարդկանց հետ։ Նաև օրվա ընթացքում գորգռում եք ինչ-որ մարդկանց վրա, ինչ-որ բանի համար, նաև բավականին էմոցիոնալ եք եւ այդպես էմոցիոնալ կամ կզանգահարեք ինչ-որ մեկին ինչ-որ մի բան կպատմեք կամ կզանգահարեն դուք ոնց որ այդպես էմոցիոնալ կպատմեք այն ինչ որ կատարվել է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին մարտի 18-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը երկար սպասված voice լուր կստանաք, voice տեղեկատվություն կստանաք, բայց բարի լուր է դա, որպես լավ լուր է, այդքան սպասել եք եւ հիմա այդ լավ լուրը կստանաք։ Նաև այդ օրը գումար կստանաք կամ գումար կծախսեք, գործերը մի փոքր առաջ կմղեք, ճիշտ է շատ չեք կարողանում մղել առաջ, բայց որոշ չափով այն առաջ կմղեք։ Նաև ժամը ձեզ համար շատ կարևոր է այդ օրը, ժամին ուշադրություն դարձրեք, որպեսզի չուշանաք։ Եվ օրվա վերջ էստեղ ոմանց համար կամ ինտիմ հարաբերությունները ոմանք ավելի շուտ կպարկեն քնելու կամ ուղղակի կպարկեք հանգստանալու մինչև քնելը եւ հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ կամ այնտեղ եք գնում պարկում կամ հիվանդանոց է կամ ինչ-որ մի տեղ է եւ կամ կանչում եք շտապ օգնություն օրինակ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։ Ինչ է սպասվում այծերին մարտի 18-ին։
Հարգելի այծեր, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, նաև ինչ-որ ելք եք փնտրում, բայց մյուս կողմից ոնց որ տխուր լինեք, ոնց որ տրամադրությունը ընկած լինի, ինչ-որ մի բան է և ելք եք փնտրում, միգուցե տրամադրությունը բարձրացնելու, ինչ-որ ուրախ բաներ եք լսում, միգուցե չեք կարողam ելքը գտնել դրա համար տխրում եք։ Եվ ոմանք գումար կստանան այդ օրը, ոմանք նաև գումար կծախսեն։ Նաև կարիերայի մի փոքր այստեղ շարժ կա, բարձրացում կա, ճիշտ է ինքը շատ չէ, բայց տարբերությունը անպայման կնկատեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին մարտի 18-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, նաև դրանից է սկսում եք գորգռալ, միգուցե ձեզ դուր չի գալիս այդ լուրը, այդ տեղեկատվությունը եւ սկսում եք գորգռալ։ Նաև օրվա ընթացքում ժամ կպայմանավորվեք որևիցե մարդկանց հետ, կամ արդեն պայմանավորվել եք, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք։ Այսքան կողո ժամերն են փոխում, դրա համար եք գորգռում։ Պայմանավորվել եք արդեն, մեկ էլ ասում են չենք գալու կամ եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղաղների։ Ինչ է սպասվում աքաղաղներին մարտի 18-ին։ Հարգելի աքաղաղներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ եւ ուրախ տրամադրություն կունենաք օրվա ընթացքում։ Այստեղ ուրիշ ոչինչ չկա։ Միգուցե այդ տղային հանդիպելուց եք ուրախանում եւ օրվա ընթացքում այդ ուրախ, այդպես տրամադրվածությունը դեռևս ոնց որ կա ձեր մոտ։ Այսքանը ձեզ համար, հուսով եմ ոչինչ բաց չեմ թողել, լավ կլիներ, որ երրորդն էլ լիներ, այստեղ նաեւ հեսա կամ ամուսնության առաջարկ են ձեզ անելու, կամ դուք եք անելու, կամ հարսանիքի կարող հրավիրվել, կամ պայմանագիր է, որը կկնքեք, ցիկլային աշխատանք է, որը անընդհատ կանեք այդ գործը։ Այսքանը ձեզ համար գտանք երրորդը։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին մարտի 18-ին։
Հարգելի շներ, այդ օրը երկար սպասված ոչի նամակ կստանաք, տեղեկատվություն, հնարավոր է փաթեթ եք ստանում, հա ինչ-որ մի կարևոր մի բան է, ինչ-որ մեկից նամակն է, որին երկար եք սպասել։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե երիտասարդ տղայի հետ, նաև օրվա ընթացքում եւս էլի կողը փաթեթ եք ստանում, փաստաթղթերի հետ եք աշխատում, միգուցե երկար սպասված գալիս է եւ ոնց որ սկսում եք արդեն ինչ-որ գործողություններ անել նաև այդ փաստաթղթերի հետ կապված։ Եվ այդ օրը սեղանի շուրջ եք նստելու։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին մարտի 18-ին։ Հարգելի վարազներ, նաև խոզեր, այդ օրը առաջ խաղացում ունեք, զարգացում ունեք, ինչ-որ մի բան։ Միգուցե տան հետ կապված գործերն են, միգուցե ընտանիքի անդամների հետ կապված, միգուցե հարաբերությունների հետ կապված, միգուցե ինչ-որ առիթ եք պատրաստվում նշել եւ այդ առիթի հետ կապված գործողությունները եւս, ոնց որ առաջ եք տանում, առաջ եք մղում։ Ոմանք հյուրեր կունենան, ոմանք գնում եք տուն եք նայում, այդ գործերով եք զբաղվում, տեղափոխություն եք անում եւս, հա դա եւս առաջ խաղացում է, զարգացում է ձեր գործերում։ Օրվա ընթացքում ժամը ձեզ համար շատ կարևոր է, նաև ժամը ձեզ հաջողություն կբերի։ Ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կլինեք, կամ եթե ուզում եք ինչ-որ մեկի մոտ ժամ վերցնել, ապա այդ հնարավորությունը դուք կունենաք, այդ մարդը ազատ կլինի, այդպես կարճ եւ կոնկրետ, ավելի հստակ։ Եվ օրվա վերջ հեռախոսազանգ ունեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։